Բարի լույս։ Ուժային մարզումների արդյունքում գեղեցիկ սլացիկ մարմնի հասնելու առաքելության ճանապարհին կարևորագույն դեր է խաղում նաև տիրապետել սննդակարգի նրբություններին եւ այսօր միասին կկրթվենք եւս մեկ անգամ։ Խոսքը գնալու է երկու հայտնի ճակերտավոր մահերից մեկի աղի մասին, ավելի ճիշտ աղի կարևորագույն դերի մասին մեր առօրյայում եւ իրեն մեր սննդակարգի մեջ ներառելու հետ կապված։ Մասնավորապես աղը իր մեջ պարունակում է նատրիում։ Նատրիումը լինելով մեր կարևորագույն մի քանի էլեկտրոլիտներից մեկը, պատասխանատու է մեր օրգանիզմում ջրային բալանսը ճիշտ պահպանելու համար։ Այսինքն աղի թե պակասից, թե ավելցուկից, իսկ ավելցուկը թե պակասը որն է, հեսա կհասկանանք միասին, մարդիկ ունենում են այսպես ասած այտուցներ, մարմինը ավելորդ հեղուկ է պահում, որի պատճառով լինում են ճնշման հետ կապված խնդիրներ, իսկ ինչու չի բարձրաձայնվում այն պարզագույն փաստը, որ 2016 թվականին տեղի ունեցած 20 տարի շարունակ հետազոտությունը երբ հրապարակվեց, որում մասնակցություն են ունեցել 450,000 մարդ 49 տարբեր երկրներից եւ դուրս է բերվել հետեւյալ պարզ իրականությունը, որ FDA-ի կողմից, իսկ FDA-ը դա նույն միջազգային սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունն է, իրենց կողմից խորհուրդ տրվող օրական չափաբաժնի մասին է խոսքը գնում, աղի, որը կազմում է 4-ից 5 գրամ։ Եվ այն մարդիկ, ովքեր 3, նույնիսկ 4 անգամ գերազանցել են աղի օգտագործումը իրենց ռացիոնում, իրենք ճնշման հետ կապված խնդիրներ չեն ունեցել, մինիմալիզացրել են տվյալ խնդիրները եւ համեմատական կարգով սրտանոթային համակարգի հետ կապված գրեթե բոլոր հիվանդությունները իրենց մոտ նույնպես մինիմալիզացվել են։ Սա փաստ է, կրկնում եմ, 20 տարի տևած հետազոտության արդյունքում։ Սակայն ստեղ կա կարևորագույն մի նրբություն։ Խոսքը վերաբերվում է այն մարդկանց մասին, ովքեր չեն վարում նստակյաց կյանք, այն մարդկանց մասին, ովքեր ցուցաբերում են ֆիզիկական ակտիվություն, մասնավորապես մարզվում են։ Տվյալ վարժությունը նախատեսված է ուսագոտու մկանները ամրապնդելու համար, որտեղ հիմնականում աշխատում են առաջնային դելտոիդները եւ մեջտեղի դելտոիդները, ինչպես նաեւ ներգրավում են պարտադիր բասկի երկգլխանի մկանները եւ բոլորիս հայտնի բրախիոալիսը։ Սովորաբար ցանկալի է սկսել շատ քիչ ծանրաբեռնվածությունից, մասնավորապես 3-ից 4 մոտեցում, յուրաքանչյուր մոտեցման արանքի հանգիստը 2-ից 3 րոպե, ընդհուպ մինչև շունչն ամբողջովին վերականգնվի եւ սրտի աշխատանքի վերականգնումը նույնպես պատշաճ կերպով լինի եւ կատարումները 12-ից 15։ Շատ ծանր ծանրաքաշ վերցնել կարիք չկա, տնային պայմաններում կարող եք փոխարինել հասարակ, օրինակի համար 5 լիտրանոց ջրի տարայով։ Նշածս ջրի տարան կիրառելի է նաև այս վարժության ընթացքում, որը, ինչպես տեսնում եք, դասական կքանիստներն են, որի ժամանակ ներգրավում են թե նստատեղի մկանները, թե ազդրի ներքին հատվածի եւ ոտքերի քառագլուխ մկաններ։ Ուսագոտու մկանները նույնպես ակտիվորեն, անկախ նրանից, որ ստատիկ, բայց ծանրաբեռնվածություն զգում են, ապրում են եւ կիրառում են։ Եթե ցանկանում եք տվյալ վարժությունից մաքսիմալ էֆեկտիվություն դուրս բերել, ապա կատարումների քանակը յուրաքանչյուր մոտեցման ընթացքում 12-ից 15 եւ մոտեցումների քանակը 4-ից 6 կախված ձեր մարզվածության աստիճանից։ Արանքի հանգիստը այնքան մինչև սրտի աշխատանքը եւ շունչը լիարժեք վերականգնվեն։ Դա կարա լինի նույնիսկ մինչև 3 րոպե։ Մեր մարզումների ընթացքում քրտնարտադրության միջոցով մենք տվյալ էլեկտրոլիտները ծախսում ենք եւ մեր ջրային բալանսը մարմնում, հանքաջրային բալանսը մարմնում խախտվում է։ Մեր գլխավոր էլեկտրոլիտներն են 4-ը՝ կալիում, նատրիում, որը պարունակում է իր մեջ աղը, ոնց նշեցինք, մագնեզիում եւ կալցիում։ Եթե սրանց տոկոսը մեր մարմնում պակաս է լինում, մեր մարմինը սկսում է անցանկալի կծկումներ, ջղաձգումներ ունենալ։
այն որ մկանը կծկվում է ու դու իրան անկառավարելու իրան չես կարողանում թուլացնես, խոսքը դրա մասին է գնում։ Եվ վերջի վերջո նատրիումն է պատասխանատու հեղուկը պահպանելու մկանների բջիջներում, միոֆիբրիլների արանքում, որովհետև ինչպես հայտնի է նախորդ հաղորդումներից, մկանային աճը լինում է երկու տեսակ՝ միոֆիբրիլյար եւ սարկոպլազմիկ։ Սարկոպլազմիկը հենց տվյալ մկանային աճի տեսակն է։ Իր մեջ պահպանելով հեղուկը, մեր մկանները ունենում են 3D կլոր ձիգ տեսք եւ բնականաբար մեր ուժային տոկոսը 10-ից 15%-ով ավել է լինում, այնպես որ ճիշտ բաշխեք ձեր աղի օրվա քանակը եւ եղեք առողջ։